Ինչ կանեիք, եթե ձեր թշնամին փորձեր խլել ձեր հոգին քարար քար։ Պատկերացրեք մի վարտետի Գևորգին, ով իր ձեռքերով կյանք է տալիս քարին։ Եվ ահա մի օր բուլդոզերը մխրճվում է նրա արհեստանոցի սրտի մեջ, փշրելով ոչ միայն մարմարը, այլև իր հոր վերջին անավարտ խաչքարը։ Տիգրանի անոհոք կառուցապատողի ծիծաղի ներքո Գևորգը բռունցքներն այնպես է սեղմում, որ սուր բեկորները խրվում են ափի մեջ։ Այդ բեկորներն իր սեփական հոգու կտորներն էին։ Այս պատմությունը ցույց կտա, թե ինչպես է սիրիր թշնամուտ քրիստոնեական պատվիրանը դառնում ամենահզոր զենքը, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է։ Բայց ամենակարևորը դուք կտեսնեք այն պահը, երբ Գևորգը կանգնած իր ավերված արհեստանոցի փոշու մեջ իր թշնամուն ասում է մի նախադասություն, որը փոխում է խաղի բոլոր կանոնները եւ ստիպում անգամ Տիգրանին սարսափից քարանալ։ Սա ուղղակի պատմություն չէ քարերի մասին, սա մեր հավատքի անխորտակելի հիմքի մասին է։ Բաժանորդագրվեք հիմա եւ մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք քանիսով ենք։ Բուլդոզերի մետաղական շերեփը գազանային մռնչյունով մխրճվեց քարեպատի մեջ։ Դարավոր քարերը, որոնք տեսել էին Գևորգի պապին ու հորը, փշուր եղան, բարձրացնելով սպիտակ փոշու ամպ, որը խառնվեց առավոտյան արևի շողերին։ 35-ամյա Գևորգը քարացած կանգնել էր իր խաչքարագործական արհեստանոցի դիմաց, զգալով, թե ինչպես է սառը քրթինքը սահում ճակատով։ Նրա կողքին կանգնած էին իր երկու աշակերտները՝ երիտասարդ Սարգիսն ու փորձառու Հակոբը։ Սարգսի դեմքը գունատ էր, իսկ Հակոբը, տարիների փոշին կերած մի մարդ, բռունցքներն այնպես էր սեղմել, որ մատների հոդերը սպիտակել էին։ Նրանց դիմաց ավերակների մյուս կողմում կանգնած էր Տիգրանը, 50-անց մի տղամարդ, որի դեմքին սառը ինքնավստահ ժպիտ էր։ Նա շինարարական ընկերության սեփականատերն էր, ով ամիսներ շարունակ փորձում էր Գևորգից գնել այս հողակտորը իր հերթական բարձրահարկ շենքը կառուցելու համար։ Գևորգ, եղբայր, ես քեզ զգուշացրի, հնչեց Տիգրանի ձայնը, որը կտրում էր շինարարական տեխնիկայի աղմուկը։ Քաղաքապետարանի որոշումը կա, այս տարածքը իմն է, վերցրու քո քարերը եւ գնա, մինչեւ բուլդոզերը դրանք էլ չի կերել։ Գևորգի հայացքը սահեց դեպի արհեստանոցի խորքը, որտեղ կիսավեր պատի տակ կանգնած էր մի անավարտ խաչքար։ Դա իր հոր վերջին աշխատանքն էր, որը նա չէր հասցրել ավարտել մահից առաջ։ Մարմարի վրա նուրբ զարդանախշեր էին փորագրված, որոնք պատմում էին հայոց պատմության մի ամբողջ դրվագ։ Հանկարծ բուլդոզերի վարորդը Տիգրանի ակնարկով շարժեց մեքենան։ Շերեփը դիպավ խաչքարի հիմքին։ Ճարճատյուն լսվեց։ Հոր ձեռքով փորագրված նուրբ խաչը ջակ տվեց եւ երկու մասի բաժանվեց, ընկնելով շինարարական աղբի մեջ։ Այդ պահին Գևորգի մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Նա նայեց մարմարե բեկորներին եւ դրանք նրան թվացին իր սեփական հոգու բեկորները։ «Անասուն», մռնչաց նա եւ նետվեց առաջ։ Հակոբն ու Սարգիսը հազիվ հասցրին բռնել նրա թևերից։ «Հանգստացիր, Գևորգ ջան, պետք չէ», շշնջում էր Հակոբը, բայց նրա ձայնը դողում էր զայրույթից։ Տիգրանը ծիծաղեց. «Տեսնում եք, նույնիսկ քարերն են հասկանում, որ իրենց ժամանակն անցել է, սա բիզնես է, ոչ թե թանգարան»։ Նույն երեկոյան Գևորգի տանը մթնոլորտը ծանր էր։ Նրա կինը Անին լուր թեյ էր լցնում, իսկ մայրը Մարիամը նստած էր բազմոցին, ձեռքին աղոթագիրք։ Տան դուռը բացվեց, եւ ներս մտան Հակոբը, Սարգիսը եւ եկեղեցու խորհրդի անդամներից մի քանիսը, ծերունի Վարդանն ու եռանդուն Կարենը։ «Ինչ ենք անելու, Գևորգ», խոսեց Վարդանը, ձեռքի ձեռնափայտին հենված։ «Այդ անաստվածը չի կանգնի, նա կքանդի ամեն ինչ, մեր պապերի ժառանգությունը կվերածի փոշու»։ Սարգիսը, որի աչքերում դեռ կրակ էր վառվում, ասաց. «Պետք է պատասխան տալ, նրա տեխնիկան գիշերը անպաշտպան է մնում, մի քանի տղաներով կարող ենք»։ «Բավականից է», ընդհատեց նրան Գևորգը, նրա ձայնը խռպոտ էր։ «Բռնությամբ ոչինչի չենք հասնի, դա մեզ կդարձնի նրա նման»։ «Բա ինչ անենք, Գևորգ եղբայր», հարցրեց Կարենը, «նստենք ու սպասենք, թե երբ է մեր գլխին փլուզելու վերջին պատը»։ Աստվածաշունչն ասում է. «Աչք աչքի դիմաց»։ Այդ պահին խոսեց Մարիամը։ Նա վեր կացավ եւ մոտեցավ որդուն։ Ավետարանը նաեւ ասում է. «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին»։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց խոսքերը որպես ամպրոպ հնչեցին սենյակում։ Սարգսի դեմքին անհավատության արտահայտություն հայտնվեց։ «Սիրե՞» Տիգրանին։ «Մարիամ, մայրիկ, դուք լսում եք ինչ եք ասում։ Նա մեր հոր գերեզմանն է պղծում»։ «Տերն ավելի լավ գիտի, որդիս», պատասխանեց Մարիամը։ «Նա չի ասել հեշտ կլինի, նա ասել է դա է ճանապարհը»։ Գևորգը նայեց մորը, հետո ընկերներին։ Նրա հոգում փոթորիկ էր։ Մի կողմից արդար զայրույթն էր, վրեժխնդրության ծարավը, մյուս կողմից Քրիստոսի խոսքերը, որոնք նա լսել էր մանկուց, որոնք փորագրված էին ոչ թե քարի, այլ իր սրտի վրա։
Նա կանգնած էր ընտրության առաջ, որը շատ ավելի դժվար էր, քան ամենակարծր մարմարը տաշելը։ Ինչպես կարող էր սիրել այն մարդուն, ով ոչնչացնում էր իր կյանքի իմաստը։ Հաջորդ օրը Գևորգը գնաց Էջմիածին, իր հոգևոր հոր Տեր Հովհաննեսի մոտ։ Նրանք նստեցին վանքի բակում հին թթենու ստվերի տակ։ Գևորգը պատմեց ամեն ինչ, չթաքցնելով իր հոգում բուն դրած ատելությունն ու անզորությունը։ «Ես չեմ կարող, Տեր Հայր», ասաց նա գլուխը կախ։ «Ես չեմ կարող նրան սիրել։ Ես ուզում եմ, որ նա տառապի այնպես, ինչպես ես եմ տառապում»։ Տեր Հովհաննեսը երկար լռեց, նայելով Արարատի ձյունոտ գագաթին։ Հետո նա խոսեց. «Գևորգ, որդիս, Տերը մեզանից անհնարինը չի պահանջում։ Նա չի ասում զգա սեր քո թշնամու հանդեպ։ Զգացմունքները մեր կամքին ենթակա չեն։ Նա ասում է արա սիրո գործեր։ Աղոթիր նրա համար, բարիք արա նրան։ Սերը գործողություն է, ոչ թե զգացմունք։ Երբ սկսում է սիրո գործեր անել, սիրտդ էլ է սկսում փոխվել»։ «Աղոթել Տիգրանի համար», անհավատությամբ կրկնեց Գևորգը։ «Ինչ ասեմ, որ Աստված նրան ավելի շատ բուլդոզեր տա»։ Տեր Հովհաննեսը մեղմ ժպտաց։ «Աղոթիր նրա հոգու փրկության համար։ Աղոթիր, որ Աստված բացի նրա աչքերը։ Չէ՞ որ նա էլ Աստծո զավակ, ուղղակի մոլորված։ Քո պայքարը Տիգրանի դեմ չէ, այլ այն չարիքի դեմ, որը տիրել է նրա սրտին»։ Գևորգը հեռացավ վանքից, սրտում ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Բայց մի սերմ ցանվել էր, մի փոքր, անհավանական թվացող սերմ, որը կարող էր կամ չորանալ նրա ատելության արևի տակ, կամ աճել ու դառնալ մի ծառ, որի ստվերում կպաշտպանվեր նույնիսկ իր թշնամին։ Այդ գիշեր Գևորգի տանը սեղանին դրված ընթրիքը սառել էր։ Խոհանոցից լսվում էր Անիի անհանգիստ քայլերի ձայնը, իսկ հյուրասենյակում օդը կարծես էլեկտրականացածին էր։ Գևորգը նստած էր բազմոցին, ձեռքին բաց հավետարանը, բայց նրա հայացքը հառած էր դիմացը նստած կրտսեր եղբորը Լևոնին։ 32-ամյա Լևոնը, գործնական, սուր միտք և տաքարյուն բնավորություն ունեցող երիտասարդ, նոր էր ժամանել և արդեն հասցրել էր տան լարվածությունը հասցնել գագաթնակետին։ Նրանց հետ էին նաև Մարիամը, Հակոբն ու Սարգիսը, բոլորի դեմքին տարակուսանք և անհանգստություն։ Սիրել թշնամուն, աղոթել նրա համար, Լևոնի ձայնը կտրուկ էր, ինչպես ապակու ճարճունը։ «Գևորգ, աղբերս, դու լսում ես ինչ ես ասում, մինչդեռ դու էստեղ ավետարան ես կարդում, Տիգրանը վաղը առավոտյան նորից կբերի իր բուլդոզերները և մեր հոր հիշատակը հողին կհավասարեցնի։ Սա 21-րդ դարն է, ոչ թե առաջին։ Խնդիրները լուծում են փաստաբաններով, կապերով, եթե պետք է, նաև ուժով»։ Նա առաջ թեքվեց, աչքերը կայծկլտում էին։ «Ես ընկերներ ունեմ, մի զանգ և Տիգրանի շինհրապարակում դժբախտ պատահար տեղի կունենա։ Կամ կարող ենք լավ փաստաբան վարձել, փորփրել նրա անցյալը, հաստատ մի բան կգտնենք, որով կարելի է նրան սանձել, պետք է իր լեզվով խոսել»։ Գևորգը խորը շունչ քաշեց, փորձելով զսպել ներսում բարձրացող բողոքի ալիքը։ Նա նայեց ավետարանի էջերին, որտեղ ընդգծված էին Տիրոջ խոսքերը։ «Լևոն, Տիրոջ լեզուն ուրիշ է», փորձեց բացատրել նա։ «Նա ասում է՝ մի հակառակվեք չարին։ Սա չի նշանակում հանձնվել, սա նշանակում է պայքարել ուրիշ զենքով, հոգևոր զենքով»։ Նա սկսեց կաստալ Ղուկասի ավետարանից. «Բայց ձեզ եմ ասում, որ լսում եք, սիրեցեք ձեր թշնամիներին, բարիք արեք ձեզ ատողներին, օրհնեցեք ձեզ անիծողներին և աղոթեք նրանց համար, որոնք ձեզ չարչարում են»։ Սակայն նրա խոսքերը, որ պետք է մխիթարություն բերեին, կարծես կրակի վրա յուղ լցրին։ «Այսինքն ինչ», պայթեց Սարգիսը, ով մինչ այդ լուռ նստած էր։ «Նա քանդի, մենք օրհնենք, նա հայհոյի, մենք աղոթենք, դա խոնարհություն չէ, վարպետ, դա վախկոտություն է»։ Անին, որ մինչ այդ լուռ կանգնած էր դռան մոտ, մոտեցավ սեղանին։ «Իսկ ես համաձայն եմ Գևորգի հետ», ասաց նա հանգիստ, բայց ամուր ձայնով։ «Մենք երբ ենք դարձել այնպիսին, որ պատրաստ ենք չարությանը չարությամբ պատասխանել։ Մեր պապերը հավատքի զորությամբ են պահել այս հողը, ոչ թե բռունցքի։ Եթե մենք էլ դառնենք Տիգրանի նման, ապա ինչ ենք պաշտպանում»։ Սենյակը բաժանվեց երկու ճամբարի։ Մի կողմում Լևոնն ու Սարգիսն էին ռեալիստները, որոնք հավատում էին տեսանելի ուժին և մարդկային իմաստությանը։ Մյուս կողմում Գևորգն ու Անին, իդեալիստները, որոնք փորձում էին կառչել Քրիստոսի խոսքից, նույնիսկ եթե այն անհնարին էր թվում։ Հակոբն ու Մարիամը լուռ էին, նրանց դեմքերին արտացոլվում էր ներքին պայքարը։ Քրիստոսի խորհուրդը, որ պետք է միավորեր նրանց, դարձել էր բաժանման պատճառ։ «Անի ջան, դու կին ես, չես հասկանում», անհամբերությամբ ասաց Լևոնը։ «Սա զգացմունքների տեղը չէ, սա գոյատևման պայքար է։ Գևորգը պաշտպանում է ոչ միայն քարերը, այլև մեր ընտանիքի պատիվը, մեր ապրուստը։ Իսկ դուք նրան առաջարկում եք աղոթել»։ «Պատիվը աղոթքի մեջ է, Լևոն, ոչ թե վրեժի», հանգիստ պատասխանեց Մարիամը, վերջապես խախտելով լռությունը։
Քո պապը, իմ հայրը, ողջ կյանքում խաչքար է կերտել։ Նրա ձեռքերը միշտ փոշոտ էին, բայց սիրտը մաքուր։ Նա երբեք չարին չարով չէր պատասխանի։ Լևոնը վուսահատված շարժեց ձեռքը և վեր կացավ։ Լավ, ինչպես ուզում եք, ես այլևս չեմ խառնվի, բայց երբ Տիգրանը ձեր գլխին կանգնեցնի իր բետոնե հրեշին, մի զանգեք ինձ օգնության համար։ Նա դուրս եկավ ուժգին շրխկացնելով դուռը։ Սենյակում ծանր լռություն տիրեց, լի չասված խոսքերով, թյուր ըմբռնումով և ցավով։ Գևորգը նայեց իր ձեռքի ավետարանին։ Ճանապարհը, որ նա ընտրել էր, շատ ավելի քարքարոտ ու միայնակ էր, քան նա պատկերացնում էր։ Հաջորդ առավոտ, երբ Գևորգը, Հակոբն ու Սարգիսը մոտեցան արհեստանոցի ավերակներին, նրանց սպասում էր նոր սարսափելի տեսարան։ Տիգրանի մարդիկ ոչ միայն շարունակել էին քանդման աշխատանքները, այլև բետոնե սյունների համար հսկայական փոսեր էին փորել հենց այն տեղում, որտեղ կանգնած էին ամենաթանկարժեք խաչքարերը։ Բայց ամենասարսափելին այլ էր։ Արհեստանոցի միակ կանգուն մնացած պատին, որի վրա Գևորգի հայրը փորագրել էր «Աստված սեր է» խոսքերը, ինչ-որ մեկը սև ներկով գրել էր «Ձեր Աստվածը ձեզ չի փրկի»։ Այս սրբապղծությունը վերջին կաթիլը եղավ։ Սարգիսը, որի համբերության բաժակը լցվել էր, բարձրաձայն բղավեց և վերցրեց մոտակայքում ընկած մետաղեձողը։ «Վերջ, ես գնում եմ նրանց գրասենյակ, թող ինձ էլ իրենց բետոնի մեջ թաղեն, բայց ես սա այսպես չեմ թողնի»։ Հակոբը փորձեց կանգնեցնել նրան, բայց Գևորգը ձեռքով կանգնեցրեց նրան։ Նա մոտեցավ պատին, նայեց սև ներկով գրված խոսքերին, հետո շրջվեց դեպի Սարգիսը։ Նրա դեմքին ոչ թե զայրույթ էր, այլ խորը տխրություն և մի անսպասելի վճռականություն։ «Դու ոչ մի տեղ չես գնա, Սարգիս», ասաց նա հանգիստ։ «Մենք կանենք այն, ինչ ասում է Տերը։ Մենք կսկսենք աղոթել։ Հենց այստեղ, հենց հիմա։ Ոչ թե մեր փրկության, այլ Տիգրանի հոգու փրկության համար»։ Սարգիսը քարացավ, ձեռքին մետաղեձողը։ Նա նայում էր իր վարպետին, կարծես առաջին անգամ էր տեսնում։ Այդ պահին նա հասկացավ, որ իրենց իրական պայքարը հենց նոր է սկսվում, և դրա մարտադաշտը լինելու էր ոչ թե շինհրապարակը, այլ իրենց սեփական սրտերը։ Ավերակների մեջ, սրբապիղծ գրությամբ պատի դիմաց, Գևորգի առաջարկած աղոթքը ծանր ու դժվարությամբ էր հնչում։ Սարգիսը կանգնած էր գլուխը կախ, շուրթերը հազիվ շարժվում էին, իսկ Հակոբի ծերունական դեմքով արցունքներ էին գլորվում, խառնվելով քարի փոշուն։ Նրանք աղոթում էին ոչ թե հաղթանակի, այլ իրենց թշնամու հոգու համար, և այդ աղոթքը, որքան էլ անկեղծ լիներ, դատարկ ու անզոր էր թվում շուրջը տիրող ավերածությունների ֆոնին։ Աղոթքից հետո, երբ Հակոբն ու Սարգիսը գնացին, Գևորգը երկար մնաց կանգնած, նայելով իր հոր կոտրված խաչքարի բեկորներին։ Տեր Հովհաննեսի խոսքերը «սերը գործողություն է» պտտվում էին նրա մտքում։ Աղոթքը գործողություն էր, բայց արդյոք դա բավարար էր։ Նրա մեջ ծնվեց մի միտք, հանդուգն, անտրամաբանական և գուցե նույնիսկ հիմար։ Նա որոշեց անել մի բան, որը ոչ ոք չէր սպասի։ Նա որոշեց բարիք անել իրեն ատողին։ 2 օր անընդմեջ, փակվելով իր տան նկուղում, որտեղ պահպանվել էին նրա գործիքներից մի քանիսը, Գևորգն աշխատում էր տուֆի մի փոքրիկ կտորի վրա։ Նա իր ողջ վարպետությունը, ողջ ցավն ու հույսը դրեց այդ քարի մեջ, կերտելով մի նուրբ, գրպանի չափի խաչքար, որի վրա փորագրված էր միայն մեկ բառ՝ ներում։ Երրորդ օրը, ձեռքին փոքրիկ կտորի մեջ փաթաթված նվերը, Գևորգը քայլում էր դեպի Տիգրանի շքեղ գրասենյակը, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում, ապակեպատ մի բարձրահարկ շենքում։ Նրա սիրտը բաբախում էր կրծքավանդակում, իսկ ափերը քրտնել էին։ Սա 1000 անգամ ավելի սարսափելի էր, քան Լևոնի առաջարկած ցանկացած բախում։ Նա իրեն զգում էր մերկ ու անպաշտպան, ինչպես Դավիթը Գողիաթի դիմաց, բայց առանց պարսատիկի։ Երբ նա մտավ Տիգրանի ընդարձակ աշխատասենյակ, շինարարը նստած էր իր կաշվե մեծ բազկաթոռին, հեռախոսով ինչ-որ մեկի վրա բղավելով։ Նա ձեռքի շարժումով Գևորգին ցույց տվեց, որ սպասի։ Գևորգը կանգնեց, նայելով պատերին փակցված շքեղ նախագծերին, որոնցից յուրաքանչյուրը կառուցված էր մեկ ուրիշի երազանքների ավերակների վրա։ Վերջապես, ավարտելով խոսակցությունը, Տիգրանը հայացքը սևեռեց Գևորգին։ «Ինչ ես ուզում», հարցրեց նա սառը։ «Եկել ես խղճի ձայնը լսեցնես, թե գինն ես եկել բարձրացնելու»։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին և զգուշությամբ դրեց կտորի մեջ փաթաթված խաչքարը։ «Սա ձեզ համար է», ասաց նա հանգիստ։ «Թող Աստված օրհնի ձեր աշխատանքը և լույս տա ձեր ճանապարհին»։ Տիգրանը կասկածամտորեն նայեց նրան, հետո վերցրեց փաթեթը։ Նա բացեց այն և հանեց փոքրիկ խաչքարը։ Մի պահ նրա դեմքին զարմանքի արտահայտություն հայտնվեց, երբ մատներով շոշափեց նուրբ փորագրությունը։ Նա կարդաց «ներում» բառը։ Գևորգի սրտում հույսի մի փոքրիկ կայծ թրթռաց։
գուցե սա կաշխատի, գուցե քարը կարող է հալեցնել քարե սիրտը, բայց հաջորդ պահին Տիգրանի դեմքը կրկին քարացավ։ Նա ցինիկ ժպտաց. «Հա, գեղեցիկ է», ասաց նա, «բայց գիտես ինչ, Գևորգ, ինձ քո քարերը պետք չեն, ինձ քո հողն է պետք»։ Եվ այդ խոսքերով նա անփութորեն, կարծես ճմրթված թուղթ լինար, խաչքարը նետեց սեղանի տակ դրված աղբամանի մեջ։ Մետաղական աղբամանին դիպչելով, քարը չոր, տխուր ձայն հանեց։ Այդ ձայնը որպես մահվան դատավճիռ հնչեց Գևորգի համար։ Նա զգաց, թե ինչպես է իրենից հեռանում վերջին ուժը։ Նվաստացումը տաք ալիքի պես տարածվեց նրա մարմնով։ Նա ոչինչ չասաց, պարզապես շրջվեց և դուրս եկավ գրասենյակից, իր հետ տանելով իր ջախջախված հույսերը և ականջներում հնչող Տիգրանի ծաղրական ծիծաղը։ Նրա առաջին միամիտ փորձը կիրառելու Քրիստոսի ամենադժվար պատվիրանը ավարտվել էր լիակատար։ Ստորացուցիչ պարտությամբ։ Այդ երեկո, երբ Գևորգը եկեղեցում պատմեց եղելությունը Տեր Հովհաննեսին և եկեղեցու խորհրդի մի քանի անդամներին, նրա ձայնը դատարկ էր։ «Ես արեցի այն, ինչ դուք ասացիք, Տեր Հայր», ավարտեց նա։ «Ես նրան բարություն առաջարկեցի, իսկ նա թքեց դրա վրա։ Իմ խոնարհությունը նա ընդունեց որպես թուլություն։ Գուցե Լևոնն էր ճիշտ, գուցե այս աշխարհում չարի դեմ պետք է պայքարել միայն ուժով։ Ծերունի Վարդանը, որը լուր լսում էր, ծանր հոգոց հանեց։ Որդիս, դու կարծում ես Տիրոջ ճանապարհը հարբ պիտի լինի։ Քրիստոսն ինքը սեր ու ներում քարոզեց, բայց նրան խաչեցին։ Դու ինչ էիր սպասում, որ Տիգրանը քեզ ծաղիկներով կդիմավորի»։ Տեր Հովհաննեսը մոտեցավ Գևորգին և ձեռքը դրեց նրա ուսին։ «Գևորգ, դու մակերեսային ես հասկացել Տիրոջ խոսքը, սիրիր թշնովուդ պատվիրանը, կախարդական բանաձև չէ, որն ակնթարթորեն փոխում է մարդկանց։ Դա ոչ թե թշնամուդ փոխելու, այլ քեզ փոխելու միջոց է։ Երբ դու նրան ներում ես առաջարկում, դու առաջին հերթին քեզ ես ազատում ատելության բանտից։ Քո արարքը ձախողում չէր, դա առաջին քայլն էր մի ճանապարհին, որտեղ հաղթանակը չափվում է ոչ թե նրանով, թե ինչ ես ստանում, այլ նրանով, թե ինչպիսին ես դառնում։ Հիմա քո հավատքն է փորձվում։ Կվերադառնաս այս աշխարհի ճանապարհին, թե կշարունակես քայլել Քրիստոսի հետքերով, նույնիսկ եթե դա տանում է դեպի Գողգոթա։ Գևորգը բարձրացրեց գլուխը և նայեց խորանի վրա պատկերված խաչված Քրիստոսի սրբապատկերին։ Նա սկսում էր հասկանալ, որ այս պայքարում խաղադրույքը շատ ավելի բարձր էր, քան պարզապես մի կտոր հողն ու քարերը։ Խաղադրույքն իր սեփական հոգին էր։ Գևորգի ջախջախված վերադարձից հետո Տիգրանի գրասենյակից տանի տիրող լռությունը ծանր էր ու գնիտյուչի։ Նրա մայրը Մարիամը և կինը Անին փորձում էին մխիթարել նրան, բայց նրանց խոսքերը կարծես չէին հասնում նրա գիտակցությանը։ Նա նստած էր արհեստանոցից փրկված միակ աթոռին, ձեռքերով գլուխը բռնած և նայում էր հատակին, կարծես այնտեղ էր փնտրում կորցրած պատասխանները։ Սակայն Տիգրանի հարվածը վերջինը չէր։ Նա հասկացել էր, որ ֆիզիկական ուժով Գևորգին կոտրել չի կարող, ուստի որոշել էր հարվածել ամենացավոտ տեղին՝ ընտանիքի պատվին ու բարի անվանը։ Մի քանի օր անց տեղական ոչ այնքան հայտնի, բայց շատ ընթերցվող թերթերից մեկում հայտնվեց մի հոդված. «Ժառանգության պահապաններ, թե հողի զավթիչներ» վերնագրով։ Հոդվածում առանց անուններ տալու, բայց շատ թափանցիկ ակնարկներով պատվվում էր մի հնամոլ ընտանիքի մասին, որը, շահարկելով իր դարավոր արհեստը, խոչընդոտում է քաղաքի զարգացմանը և հրաժարվում է վաճառել իր անօրինական կառույցը, պահանջելով աստղաբաշխական գումարներ։ Հոդվածը Գևորգի ընտանիքին ներկայացնում էր որպես ժլատ, խաբեբա մարդկանց, որոնք թաքնվում են մշակութային արժեքների դիմակի տակ։ Այս հարվածը շատ ավելի ուժեղ էր, քան բուլդոզերինը։ Այն անտեսանելի էր, բայց թունավոր։ Հաջորդ շաբաթ օրը, երբ Մարիամը գնաց շուկա, նա առաջին անգամ զգաց այդ թույնի ազդեցությունը։ Կանաչեղեն վաճառող Նունեն, որի հետ նա տասնյակ տարիներ հարևանություն էր անում և ամեն առավոտ սուրճ էր խմում, տեսնելով Մարիամին հայացքը փախցրեց և սկսեց սպասարկել իրենից հետո եկած հաճախորդին։ Մարիամը մի պահ կանգնեց, չհավատալով աչքերին։ «Նունե ջան, ինձ մի կապ կանաչի կտաս», ասաց նա փորձելով ձայնին սովորական տոն հաղորդել։ Նունեն, առանց նրա կողմը նայելու, կոպիտ պատասխանեց. «Կանաչին վերջացել է»։ Բայց Մարիամը տեսնում էր վաճառասեղանին դրված թարմ կանաչու փնջերը։ Հետո նա մոտեցավ պանրավաճառ Աշոտին, ով միշտ նրա համար լավագույն կտորն էր պահում։ Աշոտը նույնպես ձևացրեց, թե զբաղված է և չի նկատում նրան։ Մի քանի րոպեի ընթացքում Մարիամը հասկացավ, որ ինքը դարձել է անտեսանելի, բորոտ, որից բոլորը խուսափում են։ Երեկվա բարեկամները, հարևանները, որոնց հետ նա կիսում էր իր ուրախությունն ու տհլությունը, այժմ մեջքով էին շրջվում նրանից։ Հասարակական կարծիքը, ինչ կասեն մարդիկ, սարսափելի դատաստանը նրանց դատապարտել էր առանց դատու դատաստանի։
Մարիամը շուկայից վերադարձավ դատարկ ձեռքերով, բայց լիքը սրտով։ Նա ոչինչ չասաց Գևորգին, բայց նրա հայացքի տխրությունը ամեն ինչից խոսուն էր։ Ընտանիքի ներսում սկսեց քայքայվել այն, ինչը միշտ նրանց ուժն էր եղել, համայնքի զգացումը, մարդկանց հարգանքը։ Ճնշումը դարձավ անտանելի։ Մի երեկո Լևոնը կրկին եկավ նրանց տուն, այս անգամ ոչ թե բարկացած, այլ հոգնած ու մտահոգ։ «Ես խոսել եմ իմ ընկերոջ փաստաբանի հետ», սկսեց նա առանց նախաբանի։ «Նա ասում է, որ Տիգրանի դեմ դատարանում հաղթելու շանսերը քիչ են, բայց նա կարող է միջնորդել, որ Տիգրանը ավելի բարձր գին առաջարկի, գուցե նաև մի փոքր հողատարածք տրամադրի քաղաքի ծայրամասում նոր արհեստանոցի համար։ Դա փոխզիջում է։ Մենք կկորցնենք մեր հորտունը, բայց կփրկենք մեր պատիվը եւ ապագան»։ Նրա խոսքերուն այլևս ագրեսիա չկար, այլ միայն գործնական, սառը հաշվարկ։ Այս անգամ նրա առաջարկը շատ ավելի գայթակղիչ էր թվում։ Նույնիսկ Հակոբը, որը մինչ այդ լուռ աջակցում էր Գևորգին, մտածկոտ գլխով արեց։ «Գուցե Լևոնը ճիշտ է, Գևորգ ջան», ասաց նա տխուր։ «Քրիստոսը մեզ խոնարհություն է սովորեցնում, բայց նաև իմաստություն։ Գուցե սա է իմաստուն լուծումը։ Պետք չէ գլուխը պատին տալ, երբ կարելի է դուռը գտնել»։ Այս խոսքերը Գևորգի համար հարված էին թիկունքից։ Նրա հավատարիմ ընկերը, հավատակից եղբայրը, նույնպես սկսում էր կասկածել։ Նա զգաց, որ մնում է բոլորովին մենակ իր պայքարում։ Նրա վճռականությունը սկսեց սասանվել։ Իսկ եթե իսկապես ինքը սխալ է մեկնաբանում Տիրոջ խոսքերը, իսկ եթե «սիրիր թշնամուդ» նշանակում է ոչ թե դիմադրել, այլ գտնել խաղաղ լուծում, նույնիսկ եթե դա պահանջում է զիջումներ։ Նա կրկին գնաց Տեր Հովհաննեսի մոտ, սրտում կասկածի ծանր քար։ «Տեր Հայր, ես այլևս չգիտեմ որն է ճիշտ ճանապարհը», խոստովանեց նա։ «Ես փորձում եմ հետևել Քրիստոսին, բայց իմ հետևորդությունը ցավ է պատճառում իմ մտերիմներին։ Մորս նվաստացնում են շուկայում, եղբայրս ինձ համարում է հիմար իդեալիստ, իմ ամենահավատարիմ ընկերը ինձ առաջարկում է փոխզիջման գնալ։ Գուցե ես չափազանց բառացի եմ ընդունում ավետարանը, գուցե իմ հպարտությունն է ինձ ստիպում մինչև վերջ պայքարել, ոչ թե հավատքը»։ Տեր Հովհաննեսը այս անգամ նրան չմխիթարեց։ Նա լուրջ էր ինչպես երբեք։ «Գևորգ, հիմա դու կանգնած ես այն խաչմերուկում, որտեղ շատերն են մոլորվում։ Աշխարհը միշտ կփորձի քեզ համոզել, որ Քրիստոսի ճանապարհը անիրատեսական է, որ պետք է լինել ճկուն, գտնել ոսկե միջինը։ Բայց Քրիստոսը երբեք չի խոսել փոխզիջումների մասին։ Նա ասել է, ոչ ոք չի կարող երկու Տիրոջ ծառայել։ Դու չես կարող միաժամանակ ծառայել Աստծուն եւ Մամոնային, ճշմարտությանը եւ հասարակական կարծիքին։ Այո, այս ճանապարհը դժվար է։ Այն կարող է տանել դեպի մենություն, նվաստացում, նույնիսկ պարտություն աշխարհի աչքերում։ Բայց դու պետք է քեզ հարց տաս. ում հավանությանն ես ձգտում, մարդկանց, թե Աստծո։ Այս խոսքերից հետո Գևորգը հոգևոր փակուղու մեջ հայտնվեց։ Նա հավատում էր Քրիստոսի խոսքերին, բայց դրանց կիրառումը իրական կյանքում թվում էր ինքնասպանություն։ Նրա ներսում մարդկային բանականությունն ու աստվածային իմաստությունը մտել էին մահացու պայքարի մեջ, եւ նա չգիտեր, թե որ կողմը պետք է հաղթի։ Հոգևոր փակուղու մեջ հայտնված, ընտանիքի եւ ընկերների կասկածներից ու աշխարհի ճնշումից հոգնած, Գևորգը զգաց, որ խեղդվում է։ Նրա աղոթքները թվում էին անպատասխան, իսկ ավետարանի խոսքերը հեռու եւ անհասանելի։ Մի առավոտ, առանց որևէ մեկին զգուշացնելու, նա վերցրեց մեքենան եւ ուղևորվեց էպի լեռները, դեպի Գեղարդի վանք։ Նա մխիթարության կամ պատասխանների չէր գնում։ Նա պարզապես փախչում էր աղմուկից, դատաստանից, իր սեփական տանջալից մտքերից։ Նա ուզում էր լռություն։ Գեղարդի ժայռափոր խցերից մեկում, որտեղ օդը սառն էր ու խոնավ, իսկ լույսը հազիվ էր ներթափանցում բարձրի նեղ բացվածքից, նա նստեց քարե հատակին։ Նա չէր աղոթում, նա չէր մտածում, նա պարզապես նստում էր, թույլ տալով, որ դարերի լռությունը կլանի իրեն։ Նրա հոգին դատարկ էր, ինչպես այդ քարե խուցը։ Նա հասել էր իր ուժերի սպառմանը, իր հավատքի սահմանին։ Նա հանձնվել էր։ Եվ հենց այդ լիակատար հանձնվելու, այդ հոգևոր մահվան պահին տեղի ունեցավ հրաշքը։ Ժամեր անց, երբ նա դուրս եկավ խցից, կուրացած արևի լույսից, նա տեսավ մի տեսարան, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Վանքի բակում մի խումբ երեխաներ էին խաղում։ Նրանցից մեկը, մոտ 10 տարեկան մի տղա, վերցրեց գետնից մի սուր եզրերով քար եւ նետեց բակում պառկած թափառող շան ուղությամբ։ Քարը դիպավ շան թաթին, եւ կենդանին ցավից կենկենգաց։ Այդ պահին վանքի խցերից դուրս եկավ ճերմակ մորուքով մի ծեր վանական։ Նա տեսավ տղայի արարքը եւ շան ցավը։
Գևորգը սպասում էր, որ վանականը կբարկանա, կխրատի տղային, բայց վանականը լուր մոտեցավ, վերցրեց գետնից նույն այն քարը, որով տղան հարվածել էր շանը։ Տղան վախեցած քայլ արեց հետ։ Նա հավանաբար սպասում էր, որ վանականը քարը հետ կնետի իր վրա, աչք աչքի դիմաց սկզբունքով։ Բայց վանականը, քարը ձեռքին, հանգիստ քայլեց դեպի վանքի կիսավեր պարսպի մոտ, որտեղ քարերի մի կույտ էր դիզված։ Նա ուշադիր զննեց քարը, գտավ դրա ճիշտ տեղը և զգուշությամբ դրեց այն պարսպի հիմքում, ամրացնելով քանդված հատվածը։ Հետո նա շրջվեց, մեղմ ժպտաց տղային և վերադարձավ իր խուցը։ Գևորգը քարացել էր։ Այդ պարզ լուռ գործողության մեջ նա տեսավ մի ճշմարտություն, որն այնքան խորն էր ու պարզ, որ ցնցեց նրան մինչև հոգու խորքը։ Նրա ուղեղում կարծես կայծակ փայլատակեց, և Քրիստոսի խոսքերը, որոնք մինչ այդ ծածկված էին մեկնությունների և մարդկային իմաստության շերտերով, հանկարծ բացվեցին իրենց ողջ պարզությամբ ու հանճարեղությամբ։ Սիրիր թշնամուդ։ Դա չի նշանակում պասիվ հանդուրժել չարիքը, դա չի նշանակում թույլ տալ, որ քեզ ոչնչացնեն։ Դա նշանակում է վերցնել այն քարը, որով քեզ հարվածում են, այն ատելությունը, այն ագրեսիան, այն չարիքի էներգիան և դրանով հետ չհարվածել, այլ օգտագործել այն, կառուցելու համար։ Դա նշանակում է վերափոխել կործանարար էներգիան արարող էներգիայի։ Տիգրանը քարեր էր նետում իր վրա, ատելության, զրպարտության, ավերածության քարեր, իսկ ինքը Գևորգը մինչ այժմ փորձում էր կամ այդ քարերից պաշտպանվել, կամ ցույց տալ, որ դրանք իրեն ցավ չեն պատճառում, կամ էլ, ինչպես Լևոնն էր առաջարկում, ավելի մեծ քարով պատասխանել։ Բայց Քրիստոսն առաջարկում էր բոլորովին այլ, անսպասելի ճանապարհ։ Վերցրու քո թշնամու նետած քարը և դրանով կառուցիր տաճար։ Այս գիտակցումից Գևորգի աչքերը լցվեցին արցունքով։ Դրանք հուսահատության արցունքներ չէին, այլ ազատագրման և երախտագիտության։ Նա հասկացավ իր բոլոր նախորդ սխալները։ Նա Տիգրանին խաչքար էր նվիրել, փորձելով բարությամբ հալեցնել նրա սիրտը, բայց դա արել էր թաքուն հույսով, որ Տիգրանը կփոխվի, այսինքն ինքը կստանա իր ուզածը։ Դա սեր չէր, այլ հոգևոր գործարք։ Իսկական սերը ոչինչ չի պահանջում ի պատասխան։ Այն պարզապես տալիս է և արարում։ Նա հասկացավ, որ իր պայքարը արհեստանոցի համար չէր։ Իրական պայքարը գնում էր նրա համար։ Թե ինքն ինչ էր անելու Տիգրանի նետած քարերով։ Կթողնի, որ դրանք իրեն թաղեն իրենց տակ, թե կհավաքի դրանք և կսկսի կառուցել մի բան, որն ավելի ամուր ու հավերժական կլինի, քան քարե ցանկացած շինություն։ Նա հասկացավ Քրիստոսի իմաստության հանճարեղությունը։ Տերը չի կոչ անում մեզ լինել զոհեր, նա կոչ է անում մեզ լինել հոգևոր ալքիմիկոսներ, որոնք կարող են ատելությունը վերածել սիրո, ավերածությունը արարման, անեծքը օրհնության։ Երբ Գևորգը վերադարձավ տուն, նա այլ մարդ էր։ Նրա դեմքին խաղաղություն էր, իսկ աչքերում մի լույս, որը վաղուց մարել էր։ Անին, Մարիամը, Հակոբն ու Սարգիսը, որոնք անհանգիստ սպասում էին նրան, զարմացած նայեցին նրա կերպարանափոխությանը։ Նա հավաքեց բոլորին հյուրասենյակում։ «Ես գտա պատասխանը», ասաց նա հանգիստ։ «Մենք այլևս չենք պաշտպանվելու, մենք կսկսենք կառուցել»։ «Ինչ կառուցել, Գևորգ», զգուշորեն հարցրեց Հակոբը։ «Մեզ մոտ ոչինչ չի մնացել»։ Գևորգը ժպտաց։ «Մեզ մոտ մնացել է ամենակարևորը՝ քարերը, որոնք մեր թշնամին նետում է մեր վրա։ Մենք կհավաքենք այդ քարերը, յուրաքանչյուր վիրավորանքը, յուրաքանչյուր զրպարտությունը, յուրաքանչյուր հարված, և դրանցով կկառուցենք մի բան, որը Տիգրանը երբեք չի կարողանա քանդել։ Մենք կկառուցենք եկեղեցի»։ Սենյակում լռություն տիրեց, բայց այս անգամ դա ոչ թե լարվածության, այլ ակնածանքի լռություն էր։ Նրանք նայում էին Գևորգին և հասկանում, որ նրա միջոցով խոսում է մի իմաստություն, որը մարդկային չէ։ Գևորգի խոսքերը «մենք եկեղեցի կկառուցենք» սկզբում ընկալվեցին որպես հոգնած մարդու զառանցանք։ Սենյակում տիրող ակնածանքի լռությանը հաջորդեց տարակուսանքի շշուկ։ Սակայն, երբ Գևորգը սկսեց բացատրել իր տեսիլքը, որը ծնվել էր գեղարդի լռության մեջ, նրա ձայնի մեջ հնչող հանգիստ վստահությունը ստիպեց բոլորին լռել և լսել։ Նրա խոսքերը այլևս տուժողի բողոք չէին, այլ հոգևոր զորավարի ռազմավարություն։ Նա բացատրեց, որ իրենց պայքարը հողի համար չէ, այլ գաղափարների։ Տիգրանը ներկայացնում էր աշխարհի ոգին՝ շահ, ուժ, սպառում, իսկ իրենք պետք է ներկայացնեին Քրիստոսի ոգին՝ զոհաբերություն, արարում, սեր։ Նրանց պատասխանը պետք է լիներ ոչ թե համաչափ, այլ անհամաչափ։ Տիգրանը քանդում էր, իրենք պետք է կառուցեին։ Տիգրանը աղմուկ էր ստեղծում, իրենք պետք է լռություն և աղոթք տարածեին։ Եվ այս ամենը պետք է տեղի ունենար հենց այնտեղ, ավերակների վրա, բոլորի աչքի առաջ։ Այդ երեկո, երբ հյուրերը ցրվեցին, Գևորգը հավաքեց իր ընտանիքի անդամներին,
Անիին, Մարիամին եւ այդ օրը կրկին այցելության եկած Լևոնին։ Նա գիտեր, որ ամենադժվար ճակատամարտը պետք է տա հենց իր տանը։ «Ես որոշում եմ կայացրել», ասաց նա նայելով յուրաքանչյուրի աչքերի մեջ։ Տիգրանը ուզում է վերցնել մեր հողը, որպիսի դրա վրա շքեղ առանձնատուն կառուցի իր համար։ Իսկ մենք հենց մեր հողի կողքին, նրա ապագա շինարարության քթի տակ, կսկսենք վերականգնել այն հին լքված մատուռը, որը գտնվում է Ձորակի եզրին։ Մենք դա կանենք մեր ձեռքերով, անվճար։ Մենք կհավաքենք յուրաքանչյուր քար, որը Տիգրանը նետում է մեր վրա, եւ կդնենք այդ մատուռի հիմքում։ Մենք նրա շահի տարածքը կվերածենք համընդհանուր աղոթքի վայրի։ Լևոնը ոտքի թռավ, կարծես օձը խայթեր։ Դու խելագարվելի ես, բացականչեց նա, լրիվությամբ, սա ինքնասպանություն է։ Դու ոչ միայն հրաժարվում ես փոխհատուցումից, այլև պատրաստվում ես նրան սադրել։ Նա մեզ կոչնչացնի, նա մեզ հողի հետ կհավասարեցնի։ Սա հավատք չէ, սա մաքուր խելագարություն է։ Գևորգը սպասում էր այս արձագանքին։ Նա հանգիստ նայեց եղբորը։ Գուցե, բայց Քրիստոսի խաչն էլ աշխարհի աչքում խելագարություն էր։ Իսկ քեզ համար ի՞նչն է ավելի կարևոր, Լևոն, մեր անվտանգությունը, թե մեր հոգին։ Հետո նա շրջվեց դեպի կինը։ Անին լուռ էր, բայց նրա աչքերը փայլում էին։ Այն պահից, երբ Գևորգը վերադարձել էր Գեղարդից, Անին նրա մեջ տեսնում էր ոչ թե կոտրված ամուսնու, այլ մի մարդու, ով գտել էր իր իսկական ուժը։ Նա տեսնում էր նրա աչքերում այն կրակը, որը վաղուց չէր տեսել։ Անին մոտեցավ Գևորգին, վերցրեց նրա ձեռքը եւ ամուր սեղմեց։ «Ես քեզ հետ եմ», շշնջաց նա։ Այս երկու բառը Գևորգի համար ավելին արժեր, քան աշխարհի բոլոր բանակները։ Հետո խոսեց Մարիամը։ Նա, որ միշտ զգուշավոր էր եւ վախենում էր մարդկանց խոսքից, այժմ նայում էր իր որդուն հպարտությամբ։ «Քո հայրը կհպարտանար քեզնով, որդիս», ասաց նա։ «Արա այն, ինչ քեզ ասում է քո սիրտը եւ քո Աստվածը»։ Լևոնը հուսահատված նայեց նրանց երեքին։ Նա տեսնում էր, որ նրանք միասնական են իրենց խելագարության մեջ։ Նա գլուխը թափահարեց եւ առանց խոսքի դուրս եկավ սենյակից։ Նոր հոգևոր դաշինքը կնքվել էր, խզելով հին արյունակցական կապերից մեկը։ Հաջորդ օրը, երբ Գևորգը իր նոր ծրագրի մասին պատմեց եկեղեցու խորհրդի անդամներին, արձագանքները տարբեր էին։ Ծերունի Վարդանը, լսելով Գևորգին, բարձրաձայն ծիծաղեց։ «Սա իսկական հայկական պատասխան է», ասաց նա ձեռնափայտով թակելով հատակին։ «Ոչ թե թուր թրի դեմ, այլ խաչ թրի դեմ։ Ես ձեզ հետ եմ, տղերք, իմ ձեռքերը թեև դողում են, բայց մի քանի քար դեռ կարող եմ տեղափոխել»։ Սարգիսը, որի սրտում դեռ վրեժի կրակն էր, սկզբում կասկածանքով լսեց, բայց հետո, տեսնելով իր վարպետի վճռականությունը, նրա աչքերում հայտնվեց հիացմունք։ Նա հասկացավ, որ սա շատ ավելի համարձակ եւ ուժեղ պատասխան է, քան մետաղե ձողով հարձակվելը։ Սակայն ոչ բոլորը ոգևորվեցին։ Կարենը, գործնական եւ զգույշ մարդ, անհանգստությամբ խոսեց. «Գևորգ, եղբայր, ես հասկանում եմ քո ազնիվ մղումը, բայց սա շատ վտանգավոր է։ Տիգրանը սա կընդունի որպես անձնական վիրավորանք։ Նա ունի փող, իշխանություն, նա կարող է ոչ միայն խանգարել ձեզ, այլև ավելի վատ բաներ անել։ Գուցե պետք է խորհրդակցել arczepiskopos-ի հետ, ստանալ նրա օրհնությունը, պաշտոնական թույլտվություն»։ Գևորգը հասկանում էր նրա մտավախությունը։ «Մենք պաշտոնական ոչինչ չենք խնդրում», պատասխանեց նա։ «Մենք պարզապես մի խումբ հավատացյալներ ենք, որոնք ուզում են մաքրել եւ վերականգնել Աստծո տան ավերակները։ Մեզ ոչ ոք չի կարող դա արգելել։ Իսկ ինչ վերաբերում է վտանգին, ապա մեր միակ պաշտպանը Տերն է»։ Այդ օրը համայնքը բաժանվեց։ Ոմանք, ոգեշնչված Գևորգի համարձակությունից, միացան նրան։ Մյուսները, վախենալով հետևանքներից, նախընտրեցին հեռու մնալ, նրան համարելով վտանգավոր երազող։ Բայց Գևորգն այլևս մենակ չէր։ Նրա կողքին էին նրանք, ովքեր պատրաստ էին ոչ միայն խոսել Քրիստոսի մասին, այլև ապրել նրա խոսքերով, որքան էլ դա խելահեղ թվար աշխարհին։ Հաջորդ երկուշաբթի առավոտյան, երբ Տիգրանի բուլդոզերները վերսկսեցին իրենց աղմկոտ աշխատանքը, Գևորգը եւ նրա փոքրաթիվ խումբը, Անին, Հակոբը, Սարգիսը եւ ծերունի Վարդանը արդեն տեղում էին։ Նրանք կանգնած էին ոչ թե ավերված արհեստանոցի մոտ, այլ Ձորակի եզրին գտնվող հին մատուռի փլատակների շուրջ։ Նրանց ձեռքերին ոչ թե ցուցապաստառներ էին, այլ բահեր ու դույլեր։ Նրանք լուռ, առանց որևէ մեկի վրա ուշադրություն դարձնելու, սկսեցին մաքրել տարածքը, հավաքելով դարերի ընթացքում կուտակված աղբն ու քարերը։ Տիգրանը, որը իր սև ջիպից դիտում էր այս տեսարանը, սկզբում արհամարհանքով ժպտաց։ Նա կարծեց, թե սա հուսահատության ևս մեկ դրսևորում է։ Սակայն, երբ օրերն անցնում էին, իսկ Գևորգի խումբը համառորեն շարունակում էր իր աշխատանքը, Տիգրանի ժպիտը սկսեց խամրել։ Նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Նա սպասում էր բողոքի, դատական հայցերի, գուցե նույնիսկ բռնության, բայց ոչ այս խաղաղ, համառ արարման։
Ռազդրաժեն այս անսպասելի դիմադրությամբ Տիգրանը որոշեց անցնել հոգեբանական ճնշման։ Նրա հրամանով բանվորները իրենց բեռնատարներից հսկայական բարձրախոսներ հանեցին և միացրին ականջ ծակող ռիթմիկ երաժշտություն, փորձելով խլացնել նրանց աշխատանքի ձայնը։ Նրանք սկսեցին իրենց շինարարական աղբը թափել հենց մատուռի մոտ, տարածքը վերածելով աղբանոցի։ Նրա ամենահամարձակ աշխատողները մոտենում էին և բարձրաձայն վիրավորում Գևորգին ու նրա ընկերներին, նրանց անվանելով խելագարներ, կրոնական ֆանատիկոսներ։ Բայց Գևորգը, որը սովորել էր իր դասը, այլևս չէր տրվում սադրանքներին։ Նա սովորել էր վերցնել իր թշնամու նետած քարը։ Երաժշտության յուրաքանչյուր դեցիբելի դիմաց նա ևս մեկ քար էր դնում մատուռի պատի մեջ։ Աղբի յուրաքանչյուր կույտի դիմաց նրանք ավելի մաքուր էին դարձնում մատուռի շրջակայքը։ Յուրաքանչյուր վիրավորանքի դիմաց նրանք լուռ աղոթում էին վիրավորողի համար։ Տիգրանի ագրեսիան վառելիք էր դառնում նրանց արարման համար։ Նրա ատելության էներգիան վերափոխվում էր աղոթքի և շինարարության։ Շուտով այս տարօրինակ դիմակայությունը սկսեց գրավել շրջապատի ուշադրությունը։ Մարդիկ, որոնք մինչ այդ վախենում էին կամ արհամարհում էին Գևորգին, սկսեցին հետաքրքրությամբ հետևել իրադարձություններին։ Սկզբում հեռվից, հետո ավելի մոտիկից։ Նրանք տեսնում էին մի կողմից բիրտ ուժն ու ագրեսիան, մյուս կողմից անսասան հանգստությունն ու արարումը։ Մի օր, երբ Գևորգի խումբը հերթական քարն էր տեղադրում, նրանց մոտեցավ մի կին, որի տունը Տիգրանը քանդել էր մի քանի տարի առաջ, գրեթե ոչինչ չվճարելով։ «Կարող եմ օգնել», հարցրեց նա ամաչելով։ Գևորգը ժպտաց և նրան մի դույլ տվեց։ Կնոջը հաջորդեց մի երիտասարդ ուսանոր, հետո մի թոշակառու ուսուցիչ։ Մարդիկ սկսեցին միանալ նրանց։ Ոմանք ջուր էին բերում, ոմանք հաց, ոմանք պարզապես կանգնում էին նրանց կողքին, իրենց լուռ ներկայությամբ ցույց տալով իրենց աջակցությունը։ Շինհրապարակը վերածվել էր հոգևոր մարտադաշտի, որտեղ պայքարը գնում էր ոչ թե հողի, այլ սրտերի համար։ Տեսնելով, որ իր ճնշումը հակառակ արդյունքն է տալիս, և Գևորգի շուրջ համախմբվում է մի ամբողջ համայնք, Տիգրանը կորցրեց ինքնատիրապետումը։ Մի երեկո, երբ արդեն մթնում էր, նա իր երկու թիկնապահների հետ իջավ ջիպից և մոտեցավ Գևորգին, որը մենակ էր մնացել ավարտելու օրվա գործը։ «Լսիր ինձ, խաչքարագործ», սպառնալից շշնջաց նա, բռնելով Գևորգի վերնաշապիկի օձիքից։ «Ես քեզ վերջին անգամ եմ զգուշացնում, հավաքիր քո խաղալիքները և վաղը առավոտյան այստեղ չլինես։ Հակառակ դեպքում ես երաշխավորում եմ, որ այս մատուռի քարիրը քո գլխին կփլվեն։ Հասկացա՞ր»։ Գևորգը հանգիստ նայեց նրա աչքերի մեջ, որոնք լի էին ատելությամբ։ Նրա սրտում վախ չկար, այլ միայն կարեկցանք։ Նա տեսնում էր ոչ թե հրեշի, այլ մի դժբախտ մոլորված մարդու, որը թունավորվել էր իր իսկ չարությունից։ «Տիգրան», ասաց նա փափուկ ձայնով, «այս մատուռը մենք ոչ միայն մեր, այլև ձեր հոգու փրկության համար ենք կառուցում, և երբ այն պատրաստ լինի, դուք միշտ հրավիրված եք այստեղ մոմ վառելու»։ Տիգրանը քարացավ։ Նա սպասում էր ամեն ինչի, վախի, բարկության, հակադարձ սպառնալիքի, բայց ոչ սրա։ Այս խոսքերի մեջ կար մի ուժ, որի դեմ նրա բռունցքներն անզոր էին։ Նա հրեց Գևորգին, անհասկանալի մի բառ մրթմրթաց և արագ հեռացավ, կարծես փախչում էր ոչ թե Գևորգից, այլ իր սեփական խղճի ձայնից, որը հանկարծ սկսել էր արթնանալ նրա մեջ։ Գևորգը մնաց կանգնած, նայելով կիսակառույց մատուռի պատերին, որոնք լուսավորված էին մայրամուտի շողերով։ Նա գիտեր, որ պայքարը դեռ չի ավարտվել, բայց նա նաև գիտեր, որ ինքն արդեն հաղթել է ամենակարևոր ճակատամարտում, իր սեփական սրտի ճակատամարտում։ Այն օրը, երբ մատուռի պատերը գրեթե հասել էին մարդու հասակին, իսկ կամավորների թիվը տասնյակների էր հասնում, Տիգրանի համբերության բաժակը լցվեց։ Նա հասկացավ, որ կորցնում է ոչ միայն հողակտորը, այլև իր հեղինակությունը, իր իշխանությունը։ Կեսօրին մոտ նրա սև ջիպը ճռնչյունով կանգ առավ շինհրապարակի մոտ։ Տիգրանը դուրս թռավ մեքենայից, դեմքը զայրույթից իսկաժեն։ Նա այլևս չէր թաքնվում իր թիկնապահների հետևում։ Նա եկել էր անձամբ վերջ դնելու այս կրկեսին։ Շինհրապարակում աշխատանքը կանգ առավ։ Բոլորը սառած հայացքով հետևում էին, թե ինչպես է Տիգրանը, առանց որևէ մեկի վրա նայելու, ուղիղ քայլում դեպի Գևորգը, որը կանգնած էր մատուռի անկյունաքարի մոտ։ Սա գագաթնակետն էր։ Օդը լցված էր լարվածությամբ։ Գևորգը չշարժվեց տեղից։ Նա չփախցրեց հայացքը։ Նա հանգիստ նայում էր մոտեցող մարդու աչքերի մեջ, տեսնելով այնտեղ ոչ թե զայրույթ, այլ խորը անսահման ցավ։ Երբ Տիգրանը հասավ նրան, նա բարձրացրեց ձեռքը և բոլորը սպասում էին հարվածի։ Բայց Գևորգը խոսեց, և նրա ձայնը հանգիստ էր ու պարզ։
Այս մատուռը մենք կառուցում ենք ձեր ծնողների, Սարգսի և Լուսինեի հիշատակին, ես իմացա նրանց անունները։ Եվ նա մեկնեց Տիգրանին մի փոքրիկ հարթ քար, որի վրա նուրբ փորագրված էին այդ երկու անունները։ Այդ պահին տեղի ունեցավ անհավանականը։ Տիգրանի դեմքի քարե դիմակը, որը նա կրում էր տարիներ շարունակ, կարծես ճաք տվեց։ Նրա աչքերը լայն բացվեցին, իսկ շուրթերը սկսեցին դողալ։ Նա նայեց քարին, հետո Գևորգին։ Այդ մի քանի վայրկյանի ընթացքում նրա դեմքով անցավ մի ամբողջ կյանքի պայքար, զարմանք, անհավատություն, ցավ, ամոթ և վերջապես մի բան, որը նման էր կոտրվածության։ Նա ոչինչ չասաց, նա չվերցրեց քարը, նա պարզապես կտրուկ շրջվեց, դանդաղ քայլերով վերադարձավ իր մեքենան և հեռացավ։ Այդ օրվանից Տիգրանի բուլդոզերները այլևս չհայտնվեցին։ Ամիսներ անց փոքրիկ, բայց լուսավոր ու հյուրընկալ մատուռն արդեն կանգուն էր։ Դրա օծման օրը հավաքվել էր ողջ թաղամասը։ Տեր Հովհաննեսը կատարում էր կարգը, իսկ Գևորգը կանգնած էր իր ընտանիքի կողքին։ Նրա արհեստանոցը, որը նա վերականգնել էր մատուռի կողքին, լի էր նոր պատվերներով։ Մարդիկ գալիս էին ոչ միայն խաչքար պատվիրելու, այլև պարզապես զրուցելու, լսելու այն մարդուն, ով իր հավատքով հաղթել էր անհավասար պայքարում։ Բայց Գևորգի համար ամենամեծ հաղթանակը մեկ այլ տեսարան էր։ Նրա կողքին համեստորեն կանգնած իր կրտսեր եղբայր Լևոնն էր։ Նա եկել էր օծման արարողությանը և ամբողջ ընթացքում լուռ օգնում էր եղբորը։ Նրանց միջև խոսքեր պետք չէին։ Լևոնի ներկայությունը նրա հայացքի մեջ եղած հարգանքը ամենաթանկ ներողությունն էր։ Նրանց ընտանիքը, որը քիչ էր մնում քանդվեր, վերագտել էր իր միասնությունը, կառուցված ոչ թե արյան կապի, այլ ընդհանուր հավատքի և ներման ամուր հիմքի վրա։ Իսկ Տիգրանին այլևս ոչ ոք չտեսավ։ Լուրեր էին պտտվում, որ նա վաճառել է իր բիզնեսը և հեռացել քաղաքից։ Բայց մի ուշ երեկոյան, երբ մատուռում արդեն ոչ ոք չկար, Գևորգը դուրս գալով արհեստանոցից մուտքի մոտ գտավ մի փոքրիկ քար։ Այն նույն քարն էր, որի վրա փորագրված էին Սարգսի և Լուսինեի անունները։ Սիրելի եղբայրներ և քույրեր, այս պատմությունը մեզ սովորեցնում է մի պարզ, բայց խորը ճշմարտություն։ Քրիստոսի իմաստությունը ուժի կամ խորամանկության մեջ չէ։ Այն չարիքի էներգիան բարության վերափոխելու կարողության մեջ է։ Գևորգը հաղթեց ոչ թե այն պատճառով, որ ավելի ուժեղ էր Տիգրանից, այլ որովհետև նա ընտրեց կառուցել, երբ իրեն ստիպում էին քանդել, ներել, երբ իրեն ատում էին, և աղոթել, երբ իրեն անիծում էին։ Նրա զենքը ոչ թե քարն էր, այլ այն սերը, որով նա այդ քարը դնում էր Աստծո տան հիմքում։ Այս ճանապարհը հեշտ չէ։ Այն պահանջում է անսահման համբերություն, խոնարհություն և հավատք։ Բայց սա է միակ ճանապարհը, որը տանում է ոչ թե ժամանակավոր հաղթանակի, այլ հավերժական խաղաղության։ Եվ հիմա ես ուզում եմ դիմել ձեզ։ Կիսվեք մեկնաբանություններում, խնդրում եմ, ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում։ Ո՞րն է այն քարը, որ ձեր թշնամին նետում է ձեր վրա, և ինչպես կարող եք դուք այն օգտագործել կառուցելու, այլ ոչ թե քանդելու համար։ Եկեք միասին սովորենք կառուցել մեր կյանքը ոչ թե աշխարհի ավազների, այլ Քրիստոսի անսասան վեմի վրա։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, և թող Տիրոջ խաղաղությունը լինի ձեզ հետ։ Ամեն։